Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, այսօր շատ հետաքրքիր է, որ Արցախի թեման կարմիր գծով անցնում է մեր եթերում, հիմա էլ մեր հարգարժան հյուրերի հետ շարունակելու ենք խոսել հենց Արցախից ու Արցախ վերադարձի մասին։ Այո, քանի որ փետրվարի 18-ին անցկացվել է հայ ուսանողությունը Արցախի համար ուսումնասիրությունների մրցույթի եզրափակիչ հանդիպումը, որը կենտրոնացած է Արցախի վերադարձի իրավունքի ուղղությամբ։ Մրցույթին ներգրավված են եղել հայ ուսանողներ տարբեր երկրներից, իսկ մնացած մյուս մանրամասները արդեն մեր հյուրերի հետ կզրուցենք։ Հոյդա բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Ցողիկ Աշգյան, բարի լույս, եւ Հոյդա Հայդատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյան, մեր հարգելի գործընկեր։ Բարի լույս։ Բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհակալություն։ Մեր տաղավարում է լավ Գևորգ, թե ձեր։ Երկուսում է։ Այստեղ ավելի լուսավոր է, ավելի դրական, ենթադրում եմ նաև խոսակցության թեման ավելի թեթև, ավելի այո, գուցե ավելի հետաքրքիր։ Այն տաղավարում մի քիչ ավելի բարձ թեման են, էլի հետաքրքրություն կա, բայց քաղաքականությունը, հատկապես փորձագիտական քննարկումը իր առանձնահատկություններ ունի, այսպեսի շփումը իր։ Այո, շատ ուրախ եմ, որ հավանում եք եւ մեր տաղավարը եւ կարծում եմ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Գանք սկզբից եւ հասկանանք հայ ուսանողությունը Արցախի համար ուսումնասիրությունների մրցույթ, ինչ է սա նշանակում։ Ուրեմն Հոյդա բյուրոյի երիտասարդական գրասենյակը 2023 թվականի 23-24-ի միջև առաջին մրցույթը կազմակերպեց, որ հայ ուսանողությունը Արցախի համար կգոչվեր։ Բնականաբար այն ժամանակ առաջին մեր փորձն էր համահայկական դարողությամբ ուսումնասիրություններում մրցույթ կամ հետազոտություններում մրցույթ իրականացնելը, բայց թեմաները բոլորը նույնպես Արցախին կառնչվեին։ Եվ առաջին փորձի հաջողութենեն յետք 2025-26 թվականներուն արդեն երկրորդ թողարկման նախաձեռնեցինք։ Նպատակը նմանատիպ ծրագրերու եւ մանավանդ այս ծրագրին համախմբել հայ ուսանողությունը եւ իրենց մտավոր եւ մասնագիտական ներուժը ծառայեցնելու համար մանավանդ Արցախի մասին ուսումնասիրություններու, վերլուծական թեզերու եւ աշխատասիրություններու պատրաստման։ Եվ 2025-ին սկսանք պատրաստել երկրորդ թողարկման, բնականաբար քննարկվեցան, թե ինչ կենտրոնացում պիտի ունենա այս տարի մրցույթը եւ վերադարձի իրավունքը որպես էական նշանակություն ունեցող թեմա այսօրվա համար ընդհանրապես հայության եւ մասնավորապես արցախահայության ընդրվեցավ որպես հիմնական առանցքային նյութ։ Անգեյետք մշակվեցան 17 վերնագրեր, որոնք ամփոփեին այն թեզերը ըստ հետաքրքրություններու, որոնց ուսանողները կգնան դրել իրենց հետաքրքրած կամ իրենց ոլորտի նեղ մասնագիտական դիտանկյունի վերադարձի իրավունքը ուսումնասիրելու հնարավորությունը ու գծվեցավ յուրաքանչյուր նյութի խորհրդատու մասնակետը իդեպ Հայաստանեն եւ արտերկրի գաղթօջախներեն տարբեր մասնակետներ ներգրաված էին եւ հայտարարվեցավ բացեր արդեն թիմումներու հայտը, որպեսզի տարբեր ուսանողներ թիմեն։ Այսպեսով սկսավ ունեցանք մոտավոր 20 եւ ավելի թիմորդներ, որոնք սկսան աշխատել իրենց խորհրդատուներուն հետ։ Որ երկրներից են ուսանողները ժամանել։ Այո, ուրեմն 9 տարբեր երկրների աշխատասիրություններ ստացանք, ներառյալ անշուշտ Հայաստան, Արցախ, իսկ Սփյուռքեն, Իրան, Վրաստան, Թուրքիա, Ֆրանսա, ԱՄՆ եւ Ռուսաստան եւ Սուրիա։ Այս երկրներն էին, որոնց մեջ ստացած են ուսումնասիրություններ։ Մեզ համար շատ քաջալերելի էր, որ աշխարհակրությունը ծրագրին ընդլայնված է այս թողարկման համեմատած նախորդի հետ եւ ուսումնասիրություններու մշակում են վերջ խորհրդատուների հետ եւ ավարտելուց հետո, այսինքն երբ հանձնեցին ուսումնասիրությունները, կազմվեցավ փոքր դատական կազմը 3 մասնակետներ է եւ այս կազմը մանրագրգիծ եւ մանրամասն ձևով կարտած վերլուծեց, գնահատականներ նշանակեց եւ վերջնական հասավ իր արդյունքներուն, որ ամսի 18-ին արդեն հրապարակեցինք։
Լավ, գիտեմ կխնդրեմ մի փոքր բացեք, թե սա հաջորդ քայլը ինչ է լինելու եւ այդ աշխատությունները, վերլուծությունները ինչ ճանապարհ են անցնելու եւ հավաստիությունը ինչպես է ստուգել, չէ՞ որ ինչ որ մարդիկ գրել են տարբեր տեղերից, դուք ընդհանրապես կարդացողի չէ, դերում եք եղել։ Հավաստիությունը եւ հետագա ճակատագիրը։ Նախ նշեմ, որ ժյուրիի կողմից ստուգվել է աշխատանքների ակադեմիական բնույթը եւ համապատասխանությունը նախորդ հրապարակված չափորոշիչներին։ Իսկ մինչ այդ յուրաքանչյուր ուսանողի կցված էր պատշաճ ակադեմիական գիտելիքների տիրապետող, ոլորտի խորը գիտելիքների տիրապետող փորձագետներ, խորհրդատուներ, որոնք օգնում էին ուսանողներին։ Այսինքն ակադեմիականության մասին աշխատանքների կասկածները ի սկզբանե փարատվում էին։ Դժվար էր նաև որպես ժյուրիի անդամ բավական դժվար էր գնահատել իսկապես 2 ամիս տևեց աշխատանքները նայելը, մանրամասն քննարկելը եւ գնահատելուց ուղղակի մենք ստիպված էինք չափորոշիչներ նայել, որովհետեւ ակադեմիական արժեքը բոլոր աշխատանքների իսկապես լավ էր։ Նախ նշեմ, որ վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հենքը, որ միջազգային իրավունքում, միջազգային հարաբերություններում կա, պատշաճ կերպով վերլուծված էր։ Շատ կարևոր է, որ պատշաճ կերպով վերլուծված էր նաև Արցախահայության վերադարձի ընկալումի ներկա վերադարձի իրավունքի ներկա միջազգային ընկալումը, թե տարբեր պետություններ, միջազգային կազմակերպություններ, դատական ատյաններ միջազգային ինչպես են վերաբերում Արցախահայության վերադարձի իրավունքին, եւ սա հասկանալը երիտասարդության, ուսանողության նոր քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների ոլորտում քայլ անող ուսանողների համար շատ կարևոր է, որտեղ այս վերլուծությունը ցույց է տալիս, որ անկախ այն ամեն ինչից, ինչը փորձում է թե ներսից, թե դրսից համցնվել մեզ, Արցախահայության վերադարձի իրավունքի խնդիրը ունի պատշաճ միջազգային ընկալնակություն, սկսած արդարադատության միջազգային դատարանից մինչև տասնյակ պետությունների համապատասխան դիրքորոշումներ։ Մյուս հարցը, որ կարևոր էր, երբ որ ուսումնասիրում ենք Արցախահայության վերադարձի իրավունքի խնդիրը, անխուսափելիորեն ակադեմիական տեսադաշտ են գալիս նաև այլ խնդիրներ, օրինակ գույքի ապահովության խնդիրը, հարազատների շիրիմներին այցելելու իրավունքի խնդիրը, մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը, տարաբնույթ խնդիրներ, որոնք նույնպես արդեն որպես երկրորդական ազդեցություն բերվեցին ուսումնասիրության տեսադաշտ, ինչը նույնպես կարևոր է։ Իսկ գալով հեռանկարին այս ուսումնասիրությունների, սրանք կարող են օգտագործվել գոնե հայդատի տարբեր հանձնախմբերի, տարբեր գրասենյակների կողմից իրենց աշխատանքներ, որովհետև ելի եմ ասում, հիմնավորվածությունը ակադեմիական, քաղաքական, քաղաքագիտական տեսանկյունից իսկապես բավական լավ է եւ շատ ուրախալի է, որ ուսանողները գիտեք ինչ փորձում էին պրպտել, փորձում էին այն ինչը իրենց համար ցանկալի է նաև ակադեմիական ապացույցի ենթարկել, այստեղ Արցախահայության վերադարձի իրավունքի խնդիրը այնքան ամուր է միջազգային իրավունքում, որ նրանք որոշակիորեն հեշտությամբ դա արեցին, բայց նաև այդ մղումը իրենց որ մինչև վերջ գնան, փորձեն նախադեպերը գտնել, փորձեն տարբեր երկրների դիրքորոշումները գտնել, իսկապես ուրախալի էր։ Եվ քանի որ սա շատ կարևոր թեմա է, ավելի լայն մասային հասանելի ինչպես եք դարձնելու եւ արդյոք պլանավորում եք թեկուզ այստեղի մյուս ուսանողների Երևանի, որոնք կուզեն հետաքրքրված են, ինչպես եք դա անելու եւ երբ։ Նախ կան աշխատանքներ, որոնք արժանի են նույնիսկ միջազգային գիտաչափական հանդեսներում տպագրության եւ այդ առումով աշխատանքները կշարունակվեն, որպեսզի ապահովի դրանց տպագրությունը եւ գիտաչափական հանդեսներում եւ գիտահանրամատչելի հանդեսներում, իսկ ծրագրի հետագա շարունակության հետ կապված կարծում եմ ծողիկը։ Ծրագրի շարունակությունը բնականաբար պիտի տեղի ունենա, սույն ուսանողներուն հետ պիտի շարունակենք, որ իրենց աշխատասիրությունները հրաբարակվին տարբեր հանդեսներու մեջ, բայց նախատեսած ենք, որ տարեկան կամ 2 տարին մեկ անպայմանորեն գրկնենք ծրագիրը, շեշտադրումները թերևս կդարբերին, բայց գետրոնացումը Արցախի վրա կմնա եւ օրերը ցույց կտան, թե ինչ ուղղությամբ պետք է տանենք այդ հարաճիգա թողարկման ֆոկուսը, այսպես ասած, բայց բնականաբար պիտի շարունակվի ծրագիրը եւ միջոցառման ընթացքին էլ ուսանողներեն եւ նաեւ խորհրդատուներեն առաջարկությունները ստացած ենք, ինչպես բարելավենք, բնականաբար բոլորը նկատի կառնենք եւ կհարստացնենք ծրագիրը հաջորդ տարվա համար։ Ուսանողներին փորձի հնարավորություն տալը աշխարհասփյուռ, հայ երիտասարդներին, ուսանողներին համախմբելը իհարկե գովելի, ողջունելի է եւ լավ կլինի շարունակական, բայց հիմնական հասցեատերը,
ով է այս բոլոր աշխատությունների, որտեղ պետք է բարձրացվի եւ այս հարցը եւ այս աշխատությունները, ինչպես ասացիք, կան այնպիսիները, որոնք կարող են նաեւ միջազգային, տեսակ հանդեսներում տպագրվի։ Այսինքն վերջն արդյունքը եւ նպատակը այս ամենի։ Այս գործը մի քանի հասցեատեր ունի։ Գոնե այս ծրագրի շրջանակում իմ կարծիքով առաջի հասցեատերը հենց հայ երիտասարդությունն է, որը մեր ժողովրդի պայքարի շարունակողն է։ Ամենակարևորը դա է, որ նրանք հասկանան, որ Արցախահայության վերադարձի իրավունքի մասին մենակ մենք չենք խոսում են օտարները նաև, եւ ցավոք սրտի այսօր արդեն խոսում են ավելի շատ, քան թե Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն իր դրա իշխանությունները հասկանան, որ սա նաև իրավական հիմնավորվածություն է, այսինքն զուտ քաղաքական ցանկություն չի։ Մեկ այլ հասցեատերը միջազգային կարող են նման հրապարակումներ դառնալ միջազգային գիտական հանրույթի ներկայացուցիչները, քանի որ Ադրբեջանը գիտեք թե ինչ ապատեղեկատվության արշավ է սանձազերծել ամբողջ աշխարհում հսկայական ֆինանսական ռեսուրսների ներգրավմամբ։ Մեկ այլ հասցեատեր կարող են լինել միջազգային քաղաքական շրջանակները, որոնց հետ բնականաբար աշխատանքները հայ դատի համակարգի մասով գոնե տարվում են, բայց հենց երիտասարդությունը ինքնին միջազգային ակադեմիական շրջանակները շատ կարևոր է, որ միջազգային ուսանողական շրջանակները նաև այլ երկրների ոչ հայ ուսանողներ կարողանան սրանց ծանոթել, որովհետև սա շատ դինամիկ զարգացող թեմա է։ Տեսեք, երբ որ սրա վերաբերյալ հայտարարությունը արվեց, այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները օրինակ կոնգրեսի մակարդակով պահանջում էր Արցախահայության վերադարձի իրավունքի իրացում, խոսում էր դրա մասին, բայց գործադիր իշխանության մակարդակով չէր խոսում։ Երբ որ մենք արդեն թեման ամփոփում էինք, նորություն կար, որովհետև սեպտեմբերի վերջին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պաշտոնական դիրքորոշում հայտնեց առայն, որ Արցախահայության վերադարձի իրավունքի հարցը քննարկվում է, եւ բայց մինչև հրապարակվելը դա չկար եւ դա ակադեմիական քննարկման առարկա կամ մասնագիտական քննարկման առարկա չէր դարձել, այսինքն սա մի թեմա է, որ անընդհատ կարիք ունի ուշադրության եւ համապատասխան սպասարկման։ Եվ հուսանք այդ ծնագնդի էֆեկտով այո կմեծանա եւ կհասնի այն բոլոր միջազգային կառույցներին ու ատյաններին, որոնք այսօր կարող են որոշակի հարցեր լուծել։ Արդարության համար պետք է նշել, որ միջազգային ատյանները խոսում են, Հայաստանի իշխանությունները չեն խոսում։ Այո, բայց ինչպես ասում են, շատ չենք քաղաքականացնում մեր առավոտյան բարի ծրագիրը։ Մեկ բան ավելցնեմ, որ չափազանց դրական էր, որ այս մթնոլորտը, որ գիտի թե Հայաստանի թե Սփյուռքի մեջ ուսալեկության իմաստով կամ անդարբերության իմաստով եւ շատ ադեն կբարձրացնվի, որ երդասարտությունը ձեր քաշաձե ճուզեր այլևս այս պայքարին մասնագիտ դառնալ, հոգնած է եւ այլն, այս բոլոր խոսույթին մեջ 15 ուսանողներ դարբեր քաղաքական եւ քաղաքագրթական միջավայրերու մեջ մեծող արցախցիներ եւ հայաստանցիներ եւ սփյուռքահայեր դիմաց են այս ծրագրին եւ իրենց աշխատանքները կատարած են լի խանդավառությամբ, ինչպես իրենց խորհրդատուները նաեւ կվգայեն, այս ամենը կփաստե նաեւ ձևով մեզի մեր հանրության, որ արցախահայության իրավունքներու խնդիրը այսօր մեր երդասարտության համար առաջնային խնդիր է, կշարունակե մնալ եւ այն բայկարի ոգին, որ մենք տեսած ենք նաեւ այս երդասարտներուն հետ աշխատելով, մեզի գոկեվոր է, գկոդեբնտե, որ շարունակենք աշխատանքը եւ այս դրական գեդը անպայման ուզենք բաժնեկցիլ երիտասարդներն են, ես այո համաձայն եմ այդ մտքեդ, որովհետև երիտասարդներն այսօր ավելի պահանջատեր են, ավելի գիտակից, առողջ գիտակցության տեր են, առանց վիրավորելու որևէ մեկին, քան թերևս ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները։ Դա փաստ է։ Բացի այդ, այսօր կարծես մեր ամբողջ հաղորդման թեման միասնականություն եւ ճիշտ գաղափարների ետևից գնալն է, մեր անախորդ հյուրի հետ եւս այն խոսում, թող որ գնալով շատանան տարբեր հասարակարգերի եւ տարբեր մտածողության մարդկանց ձեզ միանալը, որպեսզի այդ ծնագնդի էֆեկտը դեպի իրոք արժեք ու լավ արժեքներ տանի։ Ունենք հավելելու որևէ բան, որ մենք գուցե բաց թողեցինք։ Չէ, օքեյ։ Շնորհակալություն ուրեմն հաճելի զրույցի համար, հաջողություն եւ ձեզ եւ կարծում եմ սա բոլորիս գործն է, մեզ բոլորիս հաջողություն այս կարևոր գործում։ Մենք բարև երկիրն ենք, շարունակում ենք մեր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ։